Իմիջիայլոց ինձ շատ դուր է գալիս, որ այս փուլում շատ լավ է, որ սոցիալական բան հարցերը են խոսում ավելի շատ, որտեղ շատ կարևոր է, հա, մարդկանց համար, ի վերջո մարդը պետք է ապրի, հաց է, թոշակի հարցը շատ լավ է, որ օրակարգ է եղել, բայց մի տեսանք այս բոլոր հանցագործությունները այս խմբի, փոքր խմբակ են ասում, չգիտեմ ինչ են ասում, հանցագործ խմբի կամ մի բանը մահ բերող այս ավտոբուսի այս ժողովրդի մասին մոռացել են թե սրանք ինչ հանցանքներ են գործել, լավ է որ ժամանակ առ ժամանակ այտենց ինչա դուր է գալիս Լևոն Զուրաբյանի ոճը։ Ես տեսա որ դուք այսօր ներկա եք, հա, ոնց որ պարոն Աբրետյան։ Այսօր համագումարի ՀԱԿ-ի 5-րդ համագումարներ, իսկ ՀՇ-ի իրենք այդպես երկու թիվ էին դրել, 23-5 են դրել, 23 համագումարը ՀՇ 5-րդ ՀԱԿ, հա, ինձ հրավիրել էին որպես հյուր, ես գնացի ի ուրախությունից, նաև ես օրինակ չէի սպասում, շատերը այդպես մոտեցան, հիշեցինք, նո այն ժամանակ 90-ականների սկզբին ես էլ եմ որոշ ժամանակ կուսակցական եղել եւ զբաղվել եմ, այսպես ասենք, քաղաքականությամբ, մինչեւ բանակում ծառայության անցնելը եւ ինձ իսկապես Լևոն Զուրաբյանի խոսքը, որը բանաձևի խոսքն էր, այդ համագումարի, որը հիմք պիտի լիներ։ Այո, կարող եմ անգամ մեջ բերել։ Ես մի կտոր շատ ճիշտ դիպուկ տեղին, հիմա ասենք առաջին նախագահի թիմն է։ Հիմա այս գնահատականների հետ, դու երբ որ ասում ես ոչ մի նախագահի հետ, վատն են, չէ, ինչ որ մեկը, ինչ որ Այսինքն դու այս գնահատականների հետ համաձայն չես, այդ որ գնահատականների հետ ես համաձայն, չէ, օրինակ ինչ հետաքրքիր է։ Նույնը երկրորդ նախագահի թիմն է տալիս, ասենք խիստ գնահատականներ, չէ, այսինքն դու այդ գնահատականների հետ համաձայն չես, բա որ գնահատականների հետ ես համաձայն։ Նույնը երրորդ նախագահի թիմն է տալիս։ Գաք լորոներ կարդակ, հա, մեր գլխին։ Չէ, մենք կարծում ենք բական հասունացել ենք policyներից հետո։ Մեր վերեմ այսօր մեր երկիրը գտնվում է անարդարների, անառակների, խաբեբաների ձեռքում։ Մեջբերում եմ անում Լևոն Զուրաբյանի խոսքից։ Երկրի վարչապետը, որ ինքնասիրահարված, տմարդի հարկածախնդրությամբ, մերժելով Մինսկի խմբի 2019 թվականի հայանպաստ խաղաղության առաջարկը, երկիրը սուզեց ազգակործան պատերազմի հորձանուտը։ Հայոց պատմության ամենախայտառակ եւ նվաստացուցիչ պատմությունը հանդգնում է ներկայացնել որպես ինքնիշխանության պահպանման մեծագույն հաղթանակ։ Պետությունն Ադրբեջանի նվաստ կամակատարի աշճանի իջեցրած ողորմելին խոսում է անկախության աննախադեպ աշճանի մասին։ Զանգեզուրյան միջանցքի հանձնումը մատուցում է որպես ինքնիշխանության տրիումֆ։ Սահմանադրության խախտումները, շինծու գործերով քաղաքական հակառակորդների հալածանքները ներկայացնում են որպես պայքար եկեղեցու պղծությունը եւ ԿԳԲ-ի գործակալների դեմ։ Այս կար բան խոսքում ճշգրիտ բնութագրել է թե այսօր այս ազգակործան պատուհասը ինչ որ բնութագրել է իրեն Լևոն Տեր-Պետրոսյանը, թե այս անձը ինչով է զբաղված եւ ինչ է անում։ Հիմա շատ ճիշտ ասեցիք, հիմա ինչ դուք համաձայն չեք սրա հետ, որ մենք չենք բանը համագործակցի կամ չգիտեմ ինչ որ հայտարարություններ են, չէ՞ անում իրենք։ Շատ նամակներ են եկել, տեսեք, այստեղ հարցեր են եկել, պարոն Նահապետյան, հարցնում են Իրանի հետ կապված, հա, ինչպես ես կարծում եմ մենք այդ թեմայի մասին խոսենք, մեր հյուրը կգա, որտեղ նաև Իրանակետ է ինքը, ավելի մանրամասն գտնենք, ինձ են հարցեր ուղղել այս հարցը, բայց ես կարծում եմ դուք էլ հետաքրքիր կլինի խոսեք, հարգելի Անժելա, ձեզ էլ է ուղղված, ձեր կարծիքը Էդգարի ուժեղ Հայաստանին միավորվելու վերաբերյալ, եթե կարելի է, ձեր կարծիքը, պարոն Նահապետյան, լավ է, ինչ վատ է, օրինակ հիմա եկեք այսպես ասենք, հա, ուժեղ Հայաստանը հայտ ներկայացնում է Հայաստանում իշխանափոխության, իր առաջնորդով, այո, ներկայացնում է։ Եթե Էդգարը գտնում է, որ ինքը իր գիտելիքները, հնարավորությունները, փորձառությունը կարող է ի նպաստ դնել այդ միավորին, հո անհատով չեն մտնում պայքարի մեջ, քիվով են մտնում, ես լրիվ նորմալ եմ նայում։ Որ ասում են Էդգարը ժամանակին սա էր ասում են ասում, ես դրանք այնքան երկրորդական եմ նայում, ինձ համար կարևոր հետևյալն է, Հայաստանում պետք է լինի իշխանափոխություն։ Մեզանից յուրաքանչյուրը, ես օրինակ ինձ հարց են տվել, H2-ում լրագրողը հարց տվեց, ասեց մի անձնական հարց, մեկ ուզում էի ընդհատեի, ասեի անձնական ես չեմ եկել, բայց ասեի ինչևէ, ասեց դուք ինչ-որ քաղաքական թիմի նկատմամբ նախասիրություններ եւ այլն, ասի ուրեմն ես իմ գիտելիքները, փորձառությունը, իմ ցանկությունները, իմ կամային որակները
նպաստ են դնում ցանկացած թիմի, ես կարող եմ դա հաստատել, մենք ամեն երկուշաբթի պարոն Նահապետյանի հետ հանդիպում ենք միշտ, դա միայն այսօր չի, որ պարոն Նահապետյանը միշտ ասել է ովքեր որ պայքարի մեջ են։ Ես պատրաստ եմ ցանկացածին օգնել, օժանդակել, խրախուսել, նույնիսկ ասենք ինձ զանգանում են լրատվամիջոցներ, որոնք ընդհանրապես ասենք լրատվական դաշտում նոր են սկսել, ես ճշտում եմ, ասում եմ ինձ ուղարկեք, նայում եմ, ընդդիմադիր է, ասում սիրով կգամ։ Այսինքն այս պայն ինձ համար մի գերխնդիր կա, այս սրանցից ազատվելը։ Այո, եթե Թե հիմա որ թիմին կօգնեմ, որ թիմի, որ ջոկատով կմտնեմ այդ կռվի մեջ, այդ այնքան երկրորդական է։ Խրամա, ես էդի նույն խրամատն է։ Այս բոլոր ուժերը, ով ուզում է իշխանափոխություն, այդ նույն խրամատն են, տարբեր Հիմա տեսեք հատվածներում են։ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն է, առաջ եկել, ինչ որ բան անում է, պիտի խրախուսենք, պիտի ինչ որ մեկի հետ միավորվի, գնա։ Շատ վատ է օրինակ որ պատիվ ունեմը չի մասնակցելու։ Բաններ, պատիվ, չէ, հայրենիք կուսակցությունը, այո, բոլորն էլ պիտի մասնակցեն, ռեսուրսներ ունեն։ Եթե կուսակցական առումով չեն մասնակցելու, բայց քանի որ լուրջ ռեսուրսներ կան, այդ ռեսուրսները, այդ մարդիկ վստահաբար, առավել քան վստահաբար, որ տեղ շատ ընկերներ ունեմ նաև, հա, մեր սպաներից էլ կան, որ այդտեղ են, պայստազորի, եւ իրենք չեն կարող չմասնակցել, չեն կարող չօգնել, հա, առավել քան համոզված եմ ասում։ Բայց մի բան պարզ է, որ բոլոր տեղերից, որ իշխանափոխության դրոշի ներքո են, բոլորին պետք է օգնել, օժանդակել։ Եթե օրինակ այսօր իդեպ իմ ծանոթներից մեկը գնացել է համագումարին, ասեց պարոն Նահապետյան, ասեց հիշում եք, որ ամենաանդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակին ամենաանդիմադիր կուսակցության խորհրդի անդամ եք եւ թերթի գլխավոր խմբագիր, ասում Հարգարժան, դու ինձ հիշում ես, ասում ոչ չեմ հիշում։ Հանրապետական կուսակցության թերթի գլխավոր խմբագիրն ես եղել, չի ասում այո։ Բայց այն ժամանակ 90-91 ամենաարմատականը բանին հայոց համազգային շարժման հանրապետական կուսակցությունն է։ Այսօր մենք օրհասական վիճակում ենք։ Բայց ասում հարգելիս ասում լինել չլինելու հարցն է դրված մեր պետության։ Ասում եմ չէ, ես ճիշտ եմ գնահատում, որ ասում իհարկե այսօր մեր գոյութենական խնդիր է դրած։ Ես նայեմ ասում եմ թե որ ժամանակին ընդդիմադիրները եղել։ Ձեզ երկրորդ հարցին է դուք պատասխանեցիք, ինչ պետք է անել, որ Նիկոլն ընտրություններում երաշխավորված պարտվի։ Բոլորը մասնակցել, միավորվել, այո, իրենց հրավոր ուժերը թող նախընտրեն, ով ուզում է, որ թիմին ուզում է, որ թիմի հետ ուզում է մտնի պայքարի մեջ։ Մասնակցությունը առաջին հաղթանակի առաջին երաշխիքը դա մասնակցությունն է։ Ես օրինակ միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են Հայաստանը, իմներ պետականությունը վերացնել, Հայաստանը ձուլել իրենց մեջ։ Ֆիզիկապես երկու հարևան երկիր զինվում են միջև ատամները։ Այս մարդը զբաղված է խեղ կատակ թյուրիմացությունը զբաղված է չգիտեմ ինչով եւ մոլորեսնելով թմբիրի մեջ ժողովրդին գցելով։ Եվ